Վստահ եմ գիտեք, որ Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի կառավարման ընթացքում կրկնապատկվել է։ Երբ հարցնում են ինչ է սա, այդ 8 միլիարդ դոլարը, ասում է զենք եմ գնել։ Հավատում եք։ Ես ոչ մի բանին չեմ հավատում իրա։ Ոչ, փչացած զենքերը չի էլ օգտվի արել է։ Դիք մուտիտ է։ Իրա ջեբն է։ Սա ղեկավարների ջեբն է։ Կարող է իմ ջեբս է։ Մենք նոր խոսում է, ինչ եմ ասին ինքն է չգիտե։ Այսօր ասածը վաղվան չի համապատասխանում։ Չէ։ Ինքը պարկայել է բաժանը։ Դեղերները կառուցը։ Աշխատ տարբեր բանկերուն գումարներ են ներդրել։ Մինայինքը չէ։ Բոլորը խմպակ է։ Է ոհմակ է։ Վարչապետը համար առաջի սուտ խոսանն է։ Ես քեզի բարձրաձայնով կսեմ։ Ամենասուտ խոսանը վարչապետն է, որ սա ազգին կզծրած կպահե, կներեք ընձի։ Դիք ջուջուպոլուս չոր իքն իրան աջի։ Լսե, ես է կռամ սեմ մորքուրի սառողջագանի համար 20 միլիոն ծախսել եմ, հավատաս աղջիկ ջան։ Հա? Զենք եմ առել, ինչի սուտ խոսան։ Ինչ է զենք առել, երբ որ իրա ելույթ է ես նայի, կես ժամ սպես կեներ։ Զենք եմ առել, որ մե բանը կծրեց։ Բոլորովին ոչ մի բան չեմ հավատում, ինչ մնաց թե զենքին հավատամ։ Ասած ոչ մի խոսքին չեն հավատում։ Այն ժամանակ որ ընդրեցի ես իրեն, որ ասում էին սդախոս իր համար հենց սկզբից, ես զարմանում եմ թե որտեղից վերցրեցին, որ այս մարդը սդախոս է։ Դե ոչ մի բան չի արել։ Հիմա արել է, ինչ որ անում է, քայլ զգում եմ, որ մարդիկ ճանաչում էին, ինձ նման մարդիկ չէին ճանաչում ու իմ խելքից հերեսից է ես տուժում եմ, լավ եմ անում, որ տուժում եմ, էդ է ինձ հասնում։ Եկեղեցուի փրկարարական պլան է մշակել Փաշինյանը։ Արդյոք ինքն է այն մարդը, որը դրանով զբաղվելու իրավունք ունի, ել չեմ ասում կաթողիկոս հանելու եւ նորին նշանակելու։ Չէ, իրավունք չունի։ Ոչ մի բան իրավունք չունի, ինքը իրավունք ունի մենակ երկրին նայելու, երկիրն չի նայում։ Չէ, դե եկեղեցին մերն է, ծեր չտար։ Կաթողիկոսին եկեղեցիականն են դրան։ Ամբողջ եկեղեցին վարդապետները, եպիսկոպոսները, նրանք են դրան։ Նիկոլնով է, կաթողիկոս ասուծառան է, պետությունից անկախ է, եթե եկեղեցին չեներ, հայ ազգ այսօր գործուն չեն անա։ Նիկոլով ով կաթողիկոս փոխ է, ով է Նիկոլը, Չի կարող թե եկեղեցու խաթրին է չկպնի, պտի հոգի տա, իրա հոգին պտի ինքը վերանա, ինքը իրան պտի վերացնը։ Բայց իրավունք ուներ ինքը Ոչ մի դեպքում, ինքը իրավունք չուներ, նույնիսկ մտներ եկեղեցի։ Մեր ժողովուրդը մենք պտի թույլ չտայինք, որ ոտքը տներ եկեղեցի։ Եկեղեցու փոխումներում շատ բացասական են վերաբերվում, որովհետև այստեղ ոչ կաթողիկոսն է հարցը, ոչ եկեղեցին է հարցը։ Դա մեր ինքնությունն է հարցը, ու մենք բոլորս է հասկանում ենք։ Ես սովորական հասարակ շատ ուժեղ գիտելիքների տեր մարդ չեմ, բայց շատ լավ հասկանում եմ, որ դա մեր ինքնությանն է կբնում։ Դա կաթողիկոսի հետ կապ չունի։ Ոչ, ղեկավարը ունի իր ղեկավարությունը, եկեղեցին ունի իր եկեղեցական գործերը։ Որտեվ ինքը թուրքերի հետ ախպերություն է։ Ինքը փոխվել է։ Ինքը մուսուլման է, մենք քրիստիան։ Ինքը ուզում է որ մեր հայերը դառնան մուսուլման, բայց մենք մուսուլման չենք դառնա։ Այն հին դարերից մենք քրիստիան ենք, դառնանք քրիստիան։ Ախրիկ շատ ինձ հիմա շատ ծանր թեմա է։ Ես իրոք եկեղեցու իմ եկեղեցին է։ Ինքը ոչ թե գուզոր կաթողիկոս փոխի, ինքը տեսի հրամաններն է կատարում, ինչ կաթողիկոս, ինչ բան, ամեն մարդ թող իր ընտանիքը մի հատ տեսնի, թե իր ընտանիքը ոնց է, ինքը ոնց է կազմակերպում իր ընտանեկան բոլոր հարցերը, ինչ հարց ուզում է լինի, էլի, դու կաթողիկոսի հետ ինչ գործում ես, ինքը իր համար առանձին կառույց է, եթե ես բառը ճիշտ կսեմ, ինքը ժողովրդի համար է, 1700-1800 տարի այդ եկեղեցին եկել է, մենք էլ այդ եկեղեցով ապրել ենք, ու այդ եկեղեցով էլ կապրենք, մեր եկեղեցին կանգուն է, ոչ ոք իրավունք չունի, պետք է կան ուղղակի եկեղեցու պատերը, քարերը, պետք է համբուրեն ու էստան, այդպես պետք է։ Թե իրան հրաման է եկել, որ
քանդեն խառնեն եկեղեցին։ Մեր սրբազանը ինքը շատ տաղանդավոր մարդ է։ Ինքը բանից Կիլիկիայից ետում թագավոր լսել եք։ Այդ թագավորի բանի այդ տոհմից է ինքը շատ խելացի հզոր մարդ է։ Շատ իրանք ուղղակի երազեն որ իրանց մեջ այդ մեր սրբազանի կեսի չափ մարդ է։ Ուղղակի հրաման է կատարում են էլ իրան, բայց մենք դիմացող ազգ ենք, մենք կդիմանանք։ Եթե կարող ես լավ բան անել, լավ բան արա էլի, վադն չի կենես։ Ես կյանքը անցողիկ է, այսօր մենք կանք, եկուս չկանք, ինչի մեդեից վատ բաներ խոսան, կամ ինչի իր հետևից խոսան, պես կարելի է։ Դե իրավունք չունի, բայց թելադրանքներով երևի ունի։ Այդ էլ արդեն մենք չիտենք։ Չէ։ Քաղաքականությունը գործ ունի եկեղեցու հետ, եկեղեցին անջատ կառույց է։ Շատ վատ եմ նայում, իրավունք չունեն։ Այդ ժողովուրդը պիտի անի, եթե որևէ բան անելու լինի, ժողովուրդն անելը, ոչ թե ինչ-որ կառավարությունը։ Ինչու իրավունք չունի։ Որովհետև եկեղեցին անկախ է պետությունից։ Եկեղեցիականները, եթե չեն ընձեռնում այդ բանը պարտավորությունը, ինքը իրավունք չունի։ Պետական հարցերով թող զբաղվի։ Իսկ ձեզ դուր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ԿՊԱ-կանները պարում են։ Այդ ծիծաղել է ուղղակի։ Գիտեք ինչ կա, պես խոսք ընկած, եթե հիմա քաղաքցես փոսը 1000 խելացի որ կան չեն կարող անել։ Միտեղ խելացին չկար հանգած այդ հիմարին այդ թմբուկի մոտից հեռու տանեն։ Բոլորն իրավորում մարդիկ են։ Ու իրոք ծիծաղել է, ոչ լալու բան է, ծիծաղել չէ։ Երկրի ղեկավարը ինչ պենտ, վարչապենտ, հա, վարչապենտ։ Լավ չէ, սիրուն չէ։ Մեր ազգն է դեք չի սազը։ Բոլորն դարձել է թշնամի։ Ինչ է, մեր հայ ազգեսին չեղավ։ Այս 5000 տարվա պատմությունից ազգին չի սպեսիոններ։ Եվ ճիշտ կան տանկ։ Այդ կան երեխեք ինչու մազովան։ Որս ոչինչ դեն միմոսը պես կապիկություններ են, իրա խմպաջի հետ։ Իրա ֆիգուրանել եմ, տեսե թմբուկն է, սայլուկի վիճակ, ուրիշ ոչ մի բան։ Իհարկե դուրս չի գալիս, որովհետև ինքը հիմի մեր երկիրը այնքան խնդիրներ ունի, որ լուծման համար շատ մեծ ջանքեր են պետք։ Ինքը այդ ջանքերը պետք է մեր երկրի խնդիրների լուծման վրա ինքը իր բոլոր մանկական երազանքներն իրականացնում է։ Երևի մանուկ հասակում ուզեցել է հեծանիվ քշել, իրականացնում է թմբուկ խփել, իրականացնում է, որ հետո կյանքում ինքը գիտենա, որ ծնվել էր, երազել էր, երազանքներին հասել է։ Թմբուկը վայ։ Գիտեք ինչ մի բան եմ ասեմ։ Մեր ջալ տղեկին կործել ենք գերել է թմբուկ նվագե կաբիկություն կենեն չիդեմ ես չեմ ընդունա մեր քաշ տղեկին թողել են կամ մեր պատմությունը թողել են ելել են չիդեմ ինչ կենեն թմբուկ նվագեն դիսկոտեկա կանեն ժողովուրդը սոված ծարավ երանք ելել են նրանց համար չիդեմ ինչ կենեն ես չեմ ընդունա ես ժողովրդի կողմից եմ ես ուզում եմ լավ ղեկավար ընդիր ղեկավար որ հավասար լինի Երկրորդը որ Փաշինյանը ասում է ժողովրդի ձենով պիտի ինչ եղնի, ես ժողովրդի ձենով, բայց ուրա։ Սա խոտ է։ Բոլոր լենագանձերեն չեն ընտրում իրան։ Ես չեմ տեսել այդպես ղեկավար, ես 79 տարեկան մարդ եմ։ Չեմ տեսել ղեկավար, որ հանգարցպես թեթև բաներ անել։ Պետք է արդեն մարդու գաղափարից կուկա։ Մարդիկ ստեղծած իրանց սավերի տարբերի մեջ են, այդպես անդարտ չեն որ ելնին թմբուկ նվագել ու իրանց ուրախանան։ Ոչ։ Դա ոչ մի քայլ ին դուրի չի գալիս։ Նա կարող է եւ հեծանելով էլ ման գա։ Ուզում է ինչ-որ բանով տարբերել։